Ես Newspress լրատվական կայքի հիմնադիր տնօրենն եմ, անունս Արիանա Հովսեփյան է։ Ինչի միանգամից ես ներկայացա, քանի որ մի քանի օր առաջ տեսանյութ էի հրապարակել, որտեղ ես խոսում էի գեներալ Մանվելի եւ իր սանիկի զրպարտությունների մասին։ Իսկ այսօր ինչու եմ ես ելույթ ունենում, ասածս ինչու՞ն է կայանում։ Այդ վիդեո տեսանյութից հետո ուրեմն բազմաթիվ հայոյանքներ մանվելականների կողմից կեղծ էջերով իմ անձնական ֆեյսբուքյան էջին սպառնալիքներ են եղել, ասենք անցած անգամ էլ ես շեշտեցի, այնքան պիտի իրենք տղա լինեին, որպեսզի ինձ իրենց էջով հայոյեին, ոչ թե կեղծ ֆեյքերի միջոցով։ Ուրեմն, մի քանի բան կա ես ուզում եմ ասել։ Անցած անգամ էլ ես ասացի, որ ես գովազդվելու եւ ինչ-որ հայ ինձ ցույց տալու ես կարիք չեմ զգում։ 2 տարի է ես մենակ ինքս պայքարում եմ գեներալ Մանվելի եւ իր կլանի դեմ։ Ինչից է առաջացել այս ամենը, որ ուղիղ 2 տարի գեներալ Մանվելը իր տղան եւ իրենց այդ չգիտեմ այդ սանիկը որ կա օվկիանոսից այն կողմ, որ կարա ինքը մենակ ինձ հայոյի, իմ վրա հոդվածներ դնի, զրպարտանքներ։ Դա սկսվել է նրանից, որ ես ինքս մենակով 2 տարի առաջ էջմիածնում նկարել եմ գեներալ Մանվելի բոլոր գրեթե էջմիածնում տիրող անօրինականությունները։ Դուք դա կարող եք տեսնել մեր կայքով, YouTube-յան էջով, վերնագիրն էլ այսպիսին է, գեներալ Մանվելը վտանգում է էջմիածնությունների կյանքը։ Գիտեք, ես ինքս Երևանում եմ ապրում եմ կենտրոնում, օֆիսը կենտրոնում է, հիմա ես իմ կաբինետում նստած եմ, հեռախոսահամարս ասում փառք, ձեր սալիկը պարբերաբար հրապարակում է, բայց ես ասում եմ, դուք պատրաստվեք, եթե կռիվ եք տվել, մինչև վերջ ես գնալու եմ, բայց Մանվել, հիշի, ֆեյքերիդ հավաքի, այն սպառնալիքները, որոնք 2 օր ինձ են ուղված հայոյանքները, կինել ունես, հարսել ունես, թորել ունես, ամեն ինչը հետադարձ հանձնում եմ քեզ, այդ հայոյանքները։ Դուք այդքան չկաք, ես ասել եմ, ես ինքս ինձանով եմ, ոչ ձեզանից եմ վախենում, ոչ քո կլանից, ինչքան ուզում եք հայոյախառն, ինձ գրեք հոդվածներ, ես բաց ճակատով քայլում եմ, չեմ վախենում, մենակ փողոց եմ դուրս գալիս, քայլելով գալիս եմ իմ խմբագրություն, ես գնում եմ։ Իսկ Մանվել, մի բան ասեմ ուշքի արի, քո հարազատ եղբայրն է դուրս եկել քո դեմ, Զարզանդը, ինքն էլ է միանում ժողովրդին։ Ես ինքս էջմիածնեցի չլինելով, ես պայքարում եմ քո եւ քո կլանի դեմ, եւ հիշի հարգելիս, ամսի 14-ին ես գալու եմ այդտեղ մասնակցելու եմ բոլոր հանրաքվեին, հանրահավաքին կներեք, մի քիչ դե հասկանալի պետք է լինի, ինչ եմ ուզում հղել էջմիածնեցիներին, հարգելի էջմիածնեցիներ, եթե դուք թասիբ ունեք, եկեք հավաքվենք, քանի որ տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, փառք մեր Նիկոլին, եւ ազատ խոսքն է ավելացել, եւ ազատ քայլերը։ Մենք պետք է մերժենք գեներալ Մանվելին եւ իր կլանին։ Այն, որ ես տեսել եմ եւ նկարել եմ էջմիածնում, գիտեք, այնքան ամոթ էր, Կարեն, պախկվել ես, ֆեյքերիդ ես քսի տվել իմ վրա, դու մոռացել ես էջմիածնում զորքիդ հանել էիր իմ դեմ, Եկար կանգնեցիր դիմացս ասեցիր, Արիանա միտում եմ տեսնում, իսկ ես քեզ ինչ պատասխանեցի, ասեցի, այս քաղաքը մենակ ձեզ է պատկանում, իհարկե ոչ, սուրբ քաղաքը բոլորինս է հարգելիս,
բոլորինս, և դուք ձեր կլանով դուրս եկաք իմ դեմ, խաղում եք անվանս հետ, Փառք Աստծո, մարդիկ ինձ գիտեն ես ով եմ, թաքնվելու կարիք է ես չունեմ։ Նաև մի հետաքրքիր բան եմ ես ուզում ասել, ես խոսեցի իհարկե Facebook-յան Messenger-ով խոսել եմ ես Արտակ Սերգոյանի հետ կապ եմ հաստատել, որին իրոք չեմ ճանաչում, բայց շատ ողջունում եմ, մենք պարզապես Facebook-յան ընկերներ ենք։ Նաև Արտակը ասեց, որ մանվելը ում ձեռքից ինչ գողացել է, բոլորը հետ են վերադարձնելու, և թե երկրապահի մարդկանց, և թե ժողովրդին, բայց այս տեսակ մի բան էլ ասեմ, գալիս եկել է պահը, որ գեներալ Մանվելը պատասխան պիտի տա, այն արյունը մարդկանց, որ ինքը խմել է։ Պարոն գեներալ, դուք ձեր այծեմնիկի միլիոնները հարկերը մուծել եք, թե չէ, թե դրանք էլ ինչ-որ վախացնելով մարդկանց չպիտի անեք։ Ես այստեղ նաև ուշադրություն եմ ուզում հրավիրել ՊԵԿ-ի աշխատակիցներին, ազգային անվտանգությանը, թող հենց ստուգեն, Մանվելը այսքան ժամանակ որևիցե մի բան մուծել է պետությանը, հարկ մուծել է, մեքենան գնում կանգնում է Էջմիածնում, պագրիշկա եք ծապում, 2 հատ սրճարան ունեք ձեր Էջմիածնում, 2 հատ, դուք ինչ ունեք, դուք հյուրանոց ունեք, ինքը կուրորտնի տեղ է համարվում, մարդիկ աշխարհի ծայրից գալիս են Սուրբ Էջմիածնում, մոմ վառելու, ոչինչ ստեղծած չունեք, կենտրոնական փողոցն է, ասֆալտել եք ու հիմա էլ թափով դրել եք, փոսերն եք ասֆալտում, նորից ես կհրապարակեմ այն տեսանյութը, որը 2 տարի առաջ 3 օր ես գաղտնի նկարահանումներ եմ կատարել և 2 տարի ես ահաբեկվում եմ ձեր կողմից։ Նաև ես ինչ եմ ուզում ասել, գիտեմ, որ ամսի 16-ին դուք եք կազմակերպել Էջմիածնում, ինչ-որ լուսավոր, Հայաստան, ինչ-որ լուսավոր Էջմիածին, ինչ-որ հավաք եք կազմակերպում։ Դուք ամոթ չունեք, ում եք ինչ ապացուցում, թափով դրել եք փոսերն եք լցնում, ինչ-որ համերգ եք կազմակերպում, մի անգամ ձեր կատարած աշխատանքը երևացել է, մեկ անգամ, և նաև հիշեցնեմ, հարգելի Մանվել, որ 1 ամիս առաջ մի երիտասարդ մեզ զանգահարեց, և մենք դա հրապարակել ենք, որ իր մայրը երկրապահի անդամ է, մահացել է, որոնք գտնվում են շատ ծանր վիճակում, գումար է ուզել ձեզանից, դուք հանել եք 100,000 դրամ, փող եք տվել, որ իր մորը թաղի, էդ չեք, դուք էդ չեք, դրանից հետո այդ տղայի վրա դուք են տեսակ ճնշում եք անում, որ հաջորդ օրը այդ տղան զանգում է մեզ, ինձ, անձամբ ինձ, խնդրում է, աղաչում է, որ մենք նորից գրենք, որ այդ հրապարակումից հետո իբրև $1000 մոր թաղման համար գումար եք տվել, բայց մենք շատ լավ գիտենք տվել եք, թե չեք տվել, և այդ տղան օրեր առաջ, ես չգիտեմ ինչ եք արել իրա գլխին, Դավիթ Հաշեմի մոստից ուզեցել է իրան գցի, ոստիկանությունից մեզ են զանգահարել, մեր անունն է տվել, որ մենակ մենք ենք անդրադարձել իրան, և հիմա ինչ, կռիվ եք ուզում, դուք այդ կռիվը կստանաք, ես առանց վախի, ես 14-ին լինելու եմ Էջմիածնում, և գիտեք ոնց, ինչ եմ ուզում ասել, բոլորը խոսում են Don't people, որին չեմ ճանաչում, այն մարդ չեմ ճանաչում, ես լսել եմ այդ մարդու մասին, հպարտ եմ, որ Հայազգում կա նման մարդ, բոլորն ասում են քրեական հեղինակություն, եթե ինքը լիներ քրեական հեղինակություն, համարվող մարդ, Ռոմի պապը իրեն կընդուներ և իր հետ հաց ուտեր, դե հիմա գնացեք և իմ ասածների մասին լուրջ մտածեք, և ես նաև հուսով եմ, որ հենց 14-ի օրը ես իրոք առաջի անգամ կհանդիպեմ այդ մարդկանց հետ և իմ ձեռքը ես կսեղմեմ Արթուր Ասատրյանին, իմ համար ով ուզում է լինի, ինքը հզոր մարդ է, որովհետև ինքը եկել է Հայաստան գեներալ Մանվելին մերժելու, այսքանը,
Իսկ դուք էջմիածնեցիներ, եթե թասիբ ունեք, դուք բռնապետական քաղաքում եք ապրում, դուք ամսի 16-ին դուրս պիտի չգաք, դուք դուրս պիտի չգաք, եթե ես հպարտ, ես գալիս եմ էջմիածին, ուրեմն դուխով հավաքվում ենք, մեր Հայաստանի աստղերն էլ եք ելույթ ունեցել, միահամուռ գալիս ենք մանվելին մերժելու դուխով, այսքանը։